Բարև ձեզ, ես Գայանի Հայրապետյանն եմ, ծնվել եմ Շահմյանի շրջանի Ղարաչինարի գյուղում, մեծացել եմ այնտեղ, դպրոց եմ հաճախել մինչև 4-րդ դասարանը և շարժումից 91-92-ի արանքներում պատերազմի ժամանակ տեղափոխվել ենք Հայաստան։ Տեղափոխվել ենք Հայաստան, հետո բնակչություն ենք հաստատել Հրազդան քաղաքում։ Այնտեղից էլ տեղափոխվել ենք Ջերմուկ, այն ժամանակ դե փախստականներին տեղավորում էին Ջերմուկում։ Մի ժամանակ այնտեղ ապրելուց հետո մեր Քաշաթաղի շրջանը, երբ որ արդեն ազատագրեցին թուրքերի ձեռքից, մենք տեղափոխվեցինք Քաշաթաղ, բնակչություն հաստատելու։ Իմ ընտանիքիս հետ, մայրիկիս, եղբայրներիս, այնտեղ ապրեցինք մինչև 20 թվականի պատերազմը։ Ամուսնացել եմ Քաշաթաղում, 5 երեխա ունեմ։ Բոլոր երեխաները ծնվել են Արցախում։ Հա, բոլոր երեխաները ծնվել են Արցախում։ Այնտեղից էլ 20 թվականի պատերազմի հետևանքով նորից տեղափոխվել ենք Գորիս քաղաք։ Եվ ուզում եմ իմանալ մի քիչ ավելի հեռու, որ ոնց որ քո մամա գիտես։ Մայրս Շահմյանի շրջանի Մայրս Շահմյանի շրջանի քաղաքացի է, հայրս Շահմյանի շրջանի Չայլի գյուղից, բնիկ այնտեղից են։ Այնտեղ են ամուսնացել, այնտեղ են բնակվել, պատերազմի հետևանքով են տեղափոխվել այնտեղից։ Ես այնտեղ մինչև 4-րդ դասարան դպրոց եմ հաճախել, հիշողությունները շատ լավ են, ամեն ինչ լավ հիշում եմ, ճիշտ է, մի քիչ տարիքով փոքր եմ եղել, երեխա եմ եղել, բայց շատ բաներ շատ լավ եմ հիշում, մինչև շարժումը, որ եղավ շարժումը, պատերազմի Ղարաբաղյան շարժումը։ Ինչ ավելի ոնց որ ինչ եք հիշում, կարող է կազմեք սարերի վրա։ Հիշում եմ, որ որտեղ որ ես ապրել եմ, այդ գյուղը կոչվում էր Վերին Շենելի, ոնց որ Գորիսում։ Նույն տները, նույն փողոցները, նույն կառույցները շատ իրար նման են, շատ նույն երկար փողոցները, տները տների կողքին։ Հիշում եմ, որ պատերազմի ժամանակ մարդիկ ոնց էին հավաքվել միտեղ, խրամատ էին սարքել մեծ, բոլորը միտեղ էին ապրում փողոցներում։ Մութ թաղամաս խրամատներ ունեին, յուրաքանչյուր թաղամասում ունեին իրանց խրամատը, հավաքվում էին մեջը, լոտո էին խաղում, զբաղվում էին։ Տենց լիքը բաներ, այդտեղ էին անցկացնում մեծամասնությունը։ Պատերազմական իրավիճակ։ Այն ժամանակ դե երեխա եմ եղել, չեմ հասկացել այդքան այդ ինչա կատարվում, մի քիչ չես գիտակցում։ Որովհետև զբաղված էի։ Հա, նույն այդ կրակոցների տակ մենք դպրոց էինք հաճախում, հողամասով զբաղվում, մարդիկ առօրյա կյանքով ապրում էին իրանց առօրյա կյանքով։ Մինչև մի գեղեցիկ օր, ինչպես Ղարաբաղում, ինչպես Քաշաթաղում, որ ասեցին պետք է տարածքը լքեն։ Ու ոտքով Շահմյանից մինչև Ստեփանակերտ, անտառների միջով ցուրտ, սոված, գիշեր անցկացնել, շատ ահավոր բան, այդ տարիքում ես շատ ահավոր բաներ տեսա, շատ ահավոր։ Ուզում եք մի քիչ պատմեք այդ։ Հիշում եմ, որ ունեինք ընտանիք, ծեր կին ունեին իրանց հետ, տեղափոխվելու ժամանակ չէին կարողանում ծեր կնոջ տեղափոխել, թողեցին անտառի մեջտեղ, մինչև իրանք հասել էին Ստեփանակերտ, եկել էին տեսել իրանց տատիկ արդեն Ստեփանակերտում, զինվորներ էին գտել եւ ուղղաթիռով տեղափոխել էին այդ տատիկին։ Հիշում եմ, որ սովից, ցրտից լացում էին ժողովուրդը, տանջվում էին, ոնց ասեմ, անբացատրելի շատ ահավոր իրավիճակ, հարազատը հարազատին կորցրած, չգիտեմ, շատ ահավոր կերպով, ոտքով այնտեղից մինչև Ստեփանակերտ։ Ինչքան ժամանակ այդ ճանապարհը ոտքով։ Օրեր, երևի 3-4 սուտկաներով տեղափոխվել ենք։ Շատ ահավոր իրավիճակում։ Ինչքան տարեկան ես եղել։ Ես եղել եմ 10 տարեկան, 4-րդ դասարան, 10 տարեկան այդ ժամանակ։
Ինչ որ հիշում ես, որ քո մամա քեզ խոսում է, ոնց է խոսում։ Ես Շահմյանում մնացել եմ տատիկ պապիկիս մոտ, այդ ժամանակ մայրիկս, հայրիկս տեղափոխված են եղել Հրազդան, աշխատանքի առումով։ Չէ, չեմ հիշում, որովհետև տատիկ պապիկիս հետ եմ մեծացել ես, իրանց հետ եմ տեղափոխվել։ Հա, այդ ժամանակ զգում էիր, որ ինչ որ մեկը հիմա դուրս կգա ու քեզ կփրկի, կտանի, ինչ որ սպասելիքներ ունեի։ Եվ դու եղբայրը ու քույրիկը ունես։ Հա, եղբայրս այդ տարիներին, որ միասին ենք եղել, հիմա մահացած է, չկա եղբայրս, դժվար պատահարի արդյունքում մահացել է։ Մորքուրի հարազատ մորաքրոջ երեխաներ են եղել, միասին ենք մեծացել, միասին ենք 8 երեխա ունեին, 8 երեխա։ Եվ քո եղբայրը թե շատ դժվար չի ոնց։ Մենք որ տեղափոխվել ենք արդեն Հրազդան, այդտեղ է դժբախտ պատահար եղել, այդ ժամանակա մահացել։ Ես չգիտեմ։ Մի քիչ դժվար ա եղել մութ ու ցուրտ տարիներ, սով, այն ժամանակ շատ ահավոր եղել, բայց այն ժամանակ մարդկություն ա եղել, հարգանք ա եղել։ Մարդիկ իրար մեջքի կանգնած են եղել, ոչ հիմա։ Հիմա մարդկանց տեղը ոչ ոք չգիտի։ Հետո ամեն ինչ կտրում է։ Արևմտյան Հայաստանից հիշում ես նախկինների։ Ինչ գիտեք նախկիներին մասին։ Գիտեմ, որ իմ պապիկիս հայրը եղել է Անի քաղաքից, այն ժամանակ ինքը փոքր եղել Անի քաղաքից, նույնիսկ ինքը պատերազմում է մնացել, չի վերադարձել, որովհետև իմ պապիկս մի երեխա է, ինքը մի հատ է, որ գնացել է պատերազմ, մի հատ երեխա է ունեցավ, մեկ էլ ես հիշում եմ, որ այդքան պատմելով հայրական պապիկս իմ արմատներով Գորիսից է, տեղ գյուղից։ Հա, պապաս միշտ ինձ ասում էր, որ արմատներով տեղ, հա, այն արևմտյան Հայաստանից եկած տեղ գյուղում բնակվել են, հետո գնացել են Ղարաբաղ, այդտեղ են ապրել։ Տենց մեծամասնությունը շատ բան չեմ հիշում, որովհետև շատ փոքր ենք եղել, հետո որ պատերազմի ժամանակ մենք տեղափոխվել ենք, արդեն հարազատները տարբեր ուղղությամբ գնացել են, իմ մայրական, հայրական կողմի բարեկամներ բոլոր գնացել են դեպի Ռուսաստան, այնտեղ էլ մահացել են իրանք, բնակություն չեն հաստատել Հայաստանում։ Եվ դուք Արցախում ինչ եք սովորել դպրոցում, որ հիշում եք, որ ոնց չեմ հիշում, ես դպրոցական տարիներում մեր առարկաները լրիվ ուրիշ ա եղել, նույնիսկ մինչև շարժումը ադրբեջաներեն էին սովորում, օտար լեզուն։ Ռուսերեն չեք սովորել։ Սովորել ենք, ռուսերեն ենք սովորել ու մերը կոմունիստի դասեր ա եղել, մերը Լենինն էր, ինչ կար Լենինի մասին է, հիմա լրիվ ուրիշ ա, մեր պատմությունը միշտ եղել ա սովետական միության պատմություններ։ Եվ կարողացել եք, որ քո հայություն։ Հա, իհարկե, մենք մինչև հիմա էլ, մենք էլ, մեր երեխեքն էլ, մեր հայ լինելը, հայրենասեր լինելը կա։ Ոնց կարաս մոռանաս։ Միակ բանն ա մնացել մեզ։ Եվ կարող եք պատմեք մի քիչ հետո ամուսնացել եք։ Հա, հետո տեղափոխվել ենք Քաշաթաղ, ամուսնացել եմ այնտեղ։ 5 երեխա եմ ունեցել Քաշաթաղում։ Երեխաներս այնտեղ մեծացել են, դպրոց են գնացել, դպրոց են ավարտել։ Ասպասի միջև այդտեղ ուզում եմ հարցնեմ, ինչ քո կյանք ա եղել այդ գյուղում։ Գյուղում շատ քաղցր կյանք, ճիշտ է, մենք ֆիզիկապես շատ ենք չարչարվել, շատ ենք աշխատել, օր ու գիշեր աշխատել ենք, բայց ջերմություն ա եղել, հարազատ միջավայր ա եղել, քոնն ա եղել։ Մենք երբևիցե չենք պատկերացել, որ մի օր կարող ենք այդտեղից դուրս գանք, որովհետև օր-օրի Քաշաթաղը զարգացել է, օր-օրի, բարգավաճել է, մարդիկ արդեն սկսել էին հունի մեջ ընկնել, նորմալ ապրել, ամեն մարդ իր բիզնես ուներ,
չգիտեմ, շատ լավ։ Նույնիսկ մեր Քաշաթաղի շրջանի երեխաներ, որ ընդունվել են Ստեփանակերտ կամ Երևան համալսարաններ, միշտ առաջին են եղել։ Շատ լավ ա եղել, չգիտեմ։ Հարևանասեր, հարազատասեր, մի ընտանիքի նման, ոչ մի բանի կարիք չի եղել, ով ա մտածել վառելա փայտ առնես, ով ա մտածել խոսքի բաղ ու բաղջի բաներ, սա մերն ա եղել, ստեղծել ենք ապրել։ Եվ հիշում եք քո տունը Իհարկե հիշում եմ, մենք մեր տունը ո՞նց ա եղել։ շատ լավ տուն ա եղել, կարելի ասել գյուղի տներից առաջինն ա եղել, այսպես ասեմ։ Մենք սարքել ենք, վերանորոգել ենք ամենալավ ձևին։ Երկու հարկ ա եղել տունը, այս վերջի տարիներին էլ տարել այստեղից ապառիկով ամեն ինչ տարել ենք Եվրոպ ստանդարտներով, պատուհանով, ամեն ինչով լրի վերանորոգել, սարքել։ Դե մարդ որ այնտեղ ապրում է, արդեն իրան է, պետք է մի բան դնի, որ ավելի լավ լինի, բայց ով է մտածել, որ մի օր դուրս ես գալու։ Գիտություն։ Դուք տանը եղել եք։ Հա, երեխաներն է մեծած, հողամաս մշակել։ Ինչ եք ունեցել հողի։ Ամեն ինչ, ամեն ինչ։ Կարտոֆիլ, լոբի, ելակ, շատ, բանջարեղեն ենք աճացրել, ամեն ինչ էլ ունեցենք, պանիր ենք մշակել, անասուն ենք պահել, այգի եղել ա, խնձորի այգի, ամեն ինչ էլ ունեցել ենք։ Ինչքան տարի այդ տունը։ Հա, սկզբից որ Քաշաթաղում ենք բնակչություն ենք հաստատել, այնտեղ լույս չի եղել։ Լույսը եղել է, ուրեմն ասեմ, 2011 թվին, 2011 թվին մենք լույս ենք, բայց մինչև 11 թիվը ես այդ առանց լույսի, մենակ ես չէ, այնտեղի բոլոր բնակիչները առանց լույս, ամեն ինչը նույնիսկ դրսից, պեչկայով, երեխա ենք պահել, մեծացել, բայց չենք էլ դժգոհել, ավելի լավ ենք հասցրել, ավելի լավ ենք ապրել, մինչև որ լույսը արդեն եղավ, հետո հեռախոսի կապ, հետո ինտերնետ կապ, վերջի մի երկու տարում էլ բարերարներ եկան դպրոց, սարքեցին մեծ դպրոց, Ռոբերտ Աբաջյանի անվան, մեծ դպրոց ունեցանք, կայուն գյուղ էր։ Ինչքան տարի ապրել եք այդ տունի մեջ։ Այդ տունի մեջ ապրել եմ 21 տարի։ 21 տարի ապրել եմ այդ տան մեջ։ Քո բարեկամ, քո հարևանները գիտես որտեղ են հիմա։ Հա, գիտեմ, ոչ չգիտեմ։ Մեծամասնություն Արտաշատ, հա, Հայաստանի մարզերում։ Գորիսում ես եմ մնացել, մեկ էլ ամուսնուս եղբայրն էլ է այդ նույն գյուղից եղել, մեկ էլ ամուսնուս եղբայր Գորիսում։ Մնացել ենք այդ երկու ընտանիքով։ Մնացածը ինձ թվում է որտեղից որ եկել է բնակչությունը հաստատել Քաշաթաղում նորից հետ վերադարձել են իրանց մարզեր։ Կապը լինում է, մեկ զանգում ենք, շփվում ենք, տեսնում ենք նույնիսկ։ Բազմազավակ մեր գյուղի բոլոր ընտանիքները, ջահել ընտանիքներ, բոլոր բազմազավակ են եղել։ Աճող գյուղ ա եղել, բազմա ընտանիք, չգիտեմ։ Իսկ թվում է որ պատերազմ չլիներ շատ ավելի լավ բաների կհասնեին մարդիկ։ Ուզում ես մի քիչ խոսենք պատերազմի մասին, որ դու հիշում ես այդ առաջին օրը ոնց ա։ Պատերազմը մենք այդ ժամանակ եղբայրս պետք է ամուսնանար, մենք տեղափոխվել ենք մեր հարսնացուն Մասիսից էր, հարսանիք պետք է անեինք, դե հարսանիքի օրը տեղափոխվել ենք ամսի 27-ին իմ եղբորս հարսանիքն ա եղել։ Հետո արդեն ժամը 4-ից հետո ես մի քանի ընկեր որ եղբայրս հրավիրել էր զինվորական էր։ Զգացիք որ մի քիչ 27-ին ամսի 27-ին, 26-ին, հա, 26-ին։ Զգացինք, որ այդ զինվորական տղաները մի քիչ լարված են, ասեցին մենք պետք է շտաբ գնանք, ասեցինք ինչ եղել, բա համար մեկ են տվել։ Դե չպատկերացեցինք, որ ասեցինք երևի են ապրիլյանի նման մի 4 օր ինչ որ բան է, արդեն ոնց որ սովոր էիր, գիտեիր ինչ որ բան պետք է լինի ու կտրվի։ Նոր միասին
Հետ եկան գյուղ, չպատկերացեցինք, որ մենք գալիս ենք, որ պետք է մեր իրերը հավաքենք։ Շատ ահավոր իրավիճակ, զոհ ունեցանք մեր ներքևի գյուղից, շատ հարազատ, շատ լավ ընտանիքի որդի։ Գիտեք, այն որ չես ուզում այդ ամեն ինչի մեջով նորից անցնես, չես պատկերացել, որ ինչ է կատարվում այնտեղ, բայց որ օր-օրի արդեն զոհերի, ոչ թե 1-2, այլ տասնյակ զոհերի անունն էիր լսում, արդեն գիտեր, որ էսի վերջն է։ Նոր որ մեզ ժամանակ տվեց, մենք ճիշտ է երեխաների սկզբից տարհանեցին Գորիս, մենք մինչև վերջ մնացել ենք մեր գյուղում, ով ինչով կարող էր, մենք գյուղի կանայքով հաց էինք թխում, ինչ որ կարում ենք պատրաստում ենք, ասում ենք հասցնենք, դուրս չգանք, ոչ մեկ չի ուզեցել տարածքից դուրս գա։ Դե որ ասեցին պետք է մինչև ամսի 1-ը տարածքը ազատեք, շատ լարված, ահավոր վիճակ։ Այնտեղից էլ նույնիսկ մենք մեր տնից զորով ենք մի բան բերել, ամուսինս չի թողեցել։ Ասլա ոնց է չեն դուրս գալու, դա հնարավոր չէ, տենց բան գոյություն չունի։ Ինքը ամենավերջինն է եկել այնտեղից։ Ինքը հենց իրանք դուրս են եկել, թուրքերը մտել են, իրանք դուրս են եկել։ Այդ կարգի ռուսներն են իրանք անցկացրել այդ Զաբուխի սահմանը։ Եվ այդ ոնց է տունը վառելա ամուսինս, հա, ինքը իր տունը վառելա նոր դուրս է եկել, որովհետև չի տնից ոչ մի բան չի պոկել, չի քանդել, ձեռը չի գնացել, մարդ իր տունը ոնց քանդի։ Այնքան որ վառելա տունը ինչ կա չկա, լուցկին դրել հա վառել դուրս ենք եկել։ Մեր ցույց են տվել այս վերջի ժամանակում Facebook-ով ես նայեցի, որ թուրքեր արդեն մեր գյուղում են, մեր տունը ցույց տվեցին ու ասում էին, որ հələ ոնց են վառել։ Մենք շուշուտ նայում ենք, տեսնում ենք մեր տարածքներ, որ թուրքեր այնտեղ են, տավջուրը, Միքանդը, հերիքը, շուշուտ նայում ենք։ So այդ տունը մնաց հետո, այդ վարելա, բայց վարվելա, բայց հա, դե պատերը հա, մնացել է։ Եվ դուք պատմել եք, որ ստացվել եք այդ ինչ որ մի բան գրած, որ պտի գնանք, հա, պտի հետ գնանք այնտեղ, ուր գնանք։ Նույնիսկ այդ 20 թվից, որ մենք եկել էինք, ասում էին եկեք Ստեփանակերտում հաստատվեցեք, իսկապես իրոք մեր մտքին եղել է, որ մենք նորից տեղափոխենք, ոնց որ Ստեփանակերտ, Ղարաբաղ ապրենք։ Ձգող ինչ որ հարազատ բան կա, որ գնայինք ապրեինք։ Ամուսինս, որ եկել ենք 20 թվին Գորիս, ամուսինս մի վայրկյան չի մնացել։ Մնացել է միշտ ամեն անգամ ասում է, գիտես ինչ լավ գյուղ կա, գնանք, այս ինչ գյուղը կա, այլա գնացած այս ինչտեղից։ Մտադիր չենք եղել, որ ոնց որ մնանք Գորիսում կամ տեղափոխ, նույն Հայաստան նույնիսկ դեպի Երևան դուրս գալ ընդհանրապես մտադիր չենք եղել։ Մեզ միշտ ձգել է։ Դե միջև որ Ստեփանակերտն էլ տեղահանեցին ժողովրդին, տարհանեցին։ Բայց ոնց է կամ ես ուզում եմ հասկանալ ոնց գիտե հա դու լսում ես հա որ խփում են չէ բոմբը լսում ես քաշաթաղում որ պատերազմ եղել ամեն քաշաթաղ ենք եղել այդքան շատ չի լսվել բայց այդ կրակոցների ծուխը մուխը մենք տեսնում ենք բայց որովհետև դեպի Միքանդի կողմից Քալբաջար ինձ այդ տարածքներն են ու պարզ երևում էր ինչա կատարվում բայց որ եկել էին Գորիս դեպի Շուշի կրակոցներ լինում էր հա լսվում էր ամպերը սևացած ամեն մռայլ հետո միջև ասենք այդ սահմանը Զաբուխի փակելը Ղարաբաղի հետ կապ ա եղել միշտ գնացել եկել ենք մենք դեպի Ստեփանակերտ ճանապարհը ձգում էր որ անցնում էիր Զաբուխի այդ ճանապարհը այս մի ճանապարհն էլ դեպի մեր տանող ոնց որ ճանապարհն ա եղել ձգել ասել միշտ չենք պատկերացրել հարազատ վայրով անցնում ես բայց դու էսենց ես բարձանում այն մյուս կողմը քո միջավայրն է Եվ դուք հասկացել եք, որ արդեն չես վերադառնա, չգիտեմ, ունեցես այդ մոմենտը։ Հա, գիտեք, որ արդեն մոտիկից գյուղից տեսնում էիր այդ սնարյադների օդում, այդ մուխը, ծուխը,
Արդեն հա, մենք պատկերացել ենք, որ սա իրոք վերջն է։ Չենք պատկերացել, որ դուրս են գալու, ասել ենք կարող ինչ որ տարածքներ, չգիտեմ, կամ դեպի մենք հաղթենք կամ, որտեղ մենք միշտ լսել ենք հեռուստատեսության, որ ասել են մենք հաղթելու ենք, լավ է լինելու, մենք առաջ ենք, մենք չենք լսել, որ ասեն, գիտեք ինչ, մեր զինվորներն ասեն դուք տարածքը լքեք, հետ գնացեք, անդադ հետ գնացեք, այդպիսի բան մենք չենք լսել։ Մեր կառավարությունը ինչքան ելույթ ունեցել է, ասել է, որ մենք հաղթելու ենք, լավ է լինելու։ Չենք պատկերացել, որ ոչ, հետ չեն գնալու։ Մենք ասել ենք, էսա, մի առժամանակա, կհանդարտվի, նորից կգնանք մեր տները։ Դե որ դուրս ենք եկել, այնա մեր վեշեր, ինչ ունենք, մարդիկ կհավաքեին, կգային։ Ոչ թե արդեն ամսի 8-ին նոյեմբերի հրադադարից հետո նոր մարդկանց ասեն, դե գնացեք, ով ինչ կարում է, թող վերցնի բերի, տարածքը ազատեք։ Միջև այդ մեր գյուղում նույնիսկ, երեխա էլ ա եղել գյուղում նույնիսկ այդ ժամանակ, ընտանիքներ սովորական մարդիկ մնացել են գյուղում։ Ոչ մեկը մտադիր չի եղել, որ տարածքը լքի։ Միջև հրադադարը, որ ասել են տարածքները պետք է ազատեն։ Ով ասեց այդ Դե կառավարությունը հայտարարել է, որ միջև ամսի դեկտեմբերի 1-ը այդ քաշաթաղի հենց մեր շրջանը, Մոշաթաղ, Քաշաթաղ, Ծիծեռնավանք, Հերիկ, Միրիկ, այդ տարածքի ժողովուրդը պետքա տարածքը ազատեն միջև ամսի 1-ը։ Ու ամսին հենց ամսի 1-ին է։ Իրանք հենց դուրս են եկել, թուրքերը իրար հանդիպել են, ռուսնին են այդ պահը անցկացրել իրանց։ Տենց բաներ։ Դե Գորիսում էլ ասել ենք երևի էս վերջն է արդեն, էլ չի լինի պատերազմ։ Ով է պատկերացել, որ Ստեփանակերտը երբևիցե թուրքը ոտք կդնի։ Եվ դուք ունեցեք ընտանիքներ ու չգիտեմ ընկերներ Ստեփանակերտում, որ կապի մեջ եք եղել այդ ժամանակ։ Չէ, Ստեփանակերտ ծանոթներ ունեցել ենք, բարեկամներ չենք ունեցել, բայց ծանոթներ ունեցել ենք, որ հա կապի մեջ ենք եղել, դե ընկեր շրջապատ ունեցել է, խոսացել ենք, մարդիկ նորմալ ապրել են իրար։ Ճիշտ է, վախով են ապրել միշտ։ Բայց չեն պատկերացել, որ մարդիկ իրանց տները կլքեն։ Չէ, չգիտեմ, մի տեսակ հələ մարդիկ չեն հարմարվում։ Ինքը մնացել է։ Հա, մնացել է։ Բլոկադայի մեջ է մնացել ամուսինս Ղարաբաղում։ Ինչքան որ միջև վերջ, միջև որ այնտեղից իրանց բերել են Հայաստան։ Նույնիսկ իրանք որ այնտեղ են եղել այդ կռվի ժամանակ լուրջ չէ։ Ես չգիտեմ, չես կարա անդադ իրար հետև ստրեսի մեջով անցնես, ստրես ապրես, վախ ապրես։ Հետո որ արդեն հեռախոս չկար, կապ չկար, այնտեղ շատ ահավոր ա եղել։ Ծանոթների չերես, մինչև իմացել ենք, մինչև լուր են տվել, որ ամեն ինչ նորմալ ա, ողջ առողջ են։ Էդ տենց էլի մեկ էլ սպասել ենք, որ տեսնանք, չգիտի ինքը անցնելու է մյուս կողմը թե չէ։ Ու մենք էլ ստեղ սպասողական վիճակ։ Երեխեքի հետ, մենակ, վարձով, շատ ահավոր, չգիտեմ։ Մենք էլ այդ ընթացքում, այդ 10 ամիսների ընթացքում տան խնդիր ունեինք լուծելու։ Ես մի անգամ էլ եմ ինտերվյու տվել, չեմ հիշում այդ տղայի անունը, երևի որ լուրերով նայեք, կտենակ ես ինձ լուրերով ցույց են տվել։ Ազատություն ռադիոկայանը, ճիշտ է, որ նայեք կտեսնակ, որ ես այնտեղ ասել եմ, որ ես սերտիֆիկատով ուզում եմ տուն առնեմ, ես չեմ կարողանում։ Իմ ամուսինս բլոկադայի մեջ է, զուտ մի հատ թղթի կտորի պատճառով ինքը ընդեղից անընդհատ նայեք, ինքը Մարտունի պետքա նոտարից թուղթ ուղարկի, վառելիք չկա, ոչ մի տրանսպորտ չկա, որ այդ մարդը այնտեղ ոտքով գնա, նոտարից թուղթ էր վերցնում, մի կերպ ուղարկում, այստեղ ասում էին սխալ է։ Մենք միջև այս տունը առել ենք, շատ, չգիտեմ, հոգեկան ապրումներ ենք ունեցել, շատ ահավոր։ Բանկերում խնդիրներ ունես, վարկեր ունես, չես կարում առնես, այս մեկից վերցրու, այն մեկին տու, չգիտեմ, այս տունը մեր վրա են, որ ասում է շատ ծանր անստես, շատ ծանր, ստրեսային վիճակ։ Ես չես գացել, որ այստեղ քեզ հոգնում են, որ Չէ, ես 20 թվից ինչ իմ ընտանիքիս հետ տեղափոխել եմ, այստեղ, ճիշտ է,
պետությունը աջակցություններ ա տրամադրել գումարային օգնություններ բան ստացել եմ ես չեմ դժգոհում շատ շնորհակալ եմ ով որ էլ մի լումայի չափ ինչ որ ասում օգնություն տվել ա շատ շնորհակալ ենք ապրեն բայց անհատական որ ինչ որ մեկը գա քեզ օգնի չէ չեմ տեսել ոչ մեկից ոչ մի բան չեմ տեսել ինքնուրույն որովհետև գիտեք ոնց մենք հենց որ դուրս ենք եկել չենք սպասել որ հեսա մեկը կգա մեզ մի բան ախր պետքա մարդ աշխատի չէ որ գոյատևի ամուսինս փառք Աստծո հենց մտել անմիջապես աշխատանքի տղեսել որ եկել է աշխատանք հաճարը մտել նույնիսկ արդ երկիր է գնացել Ռուսաստան աշխատելու կարար նստեր տուն ասեր պետությունը փող է տալիս ուտենք ապրենք բայց չէ աշխատել ենք երեք դրա համար կողմնակի կարիք չենք զգացել որ ինչ որ մեկը մեզ պետք է ծնվել ես այդ գյուղում եւ այդ թվիները այդ Շահմյան այո այդ ես 81 թիվ եմ 81 թվի ծնված եմ ու այդ տարիներին ես չգիտեմ ընտանիք բառը ուրիշ ա եղել բարեկամ բառը ուրիշ ա եղել հայրենասեր բառը ուրիշ ձև ա հնչել իսկ հիմա ուր ա ընտանիք գոյություն չունի բարեկամ գոյություն չունի հայրենասիրություն գոյություն չունի ռուսի ասած каждый за себя տենց ա դառնում չէ այստեղ մի քիչ հարևան լավ չէ ես Գորիսից չեմ դժգոհում փառք Աստծո միակ մարզնա Գորիսը Սյունիքը միակ մարզնա որ թե քաշաթաղցիներին թե այդ 20 թվի պատերազմին թե 23 թվի պատերազմին մարդկանց ընդունել են գրկաբաց ազնիվ խոսք ընդունել են շատ լավ շատ ջերմ ես չգիտեմ հոգատար դպրոցի երեխաներից բռնած բոլոր ինչքան երեխեք կան դպրոցում սովորող կազմակերպություններ չգիտեմ բոլորը մի մարդու նման սննդից բռնած ամեն ինչով օգնել են մարդկանց ով ինչով կարողացել է օգնել է ուղղակի գիտեք մարդկանց մի քանի տեսակներ են լինում է շնորհակալ լինում են գոհ լինում է անշնորհակալ որ չեն գնահատում դե մարդիկ այդպիսին են ինչ անես հիմա Գորիսում 1000-ից ավել երևի հենց իմենը Գորիսում 1000-ից ավել ընտանիք Սյունիքի մարզում 7000 17 Գիտեք խիա բայց այդպես որովհետև ստեղ իրանց լավ են զգում շատ տեղերից տեղափոխվել են ստեղ նորից գնացել են նորից հետ վերադարձել են ստեղ լավ են ընդունում Եվ էլի ոնց եք զգում որ ասած մոտիկա Արցախում քիչ Ոնց մի բան ասեմ ինչ տարբերություն Գորիսը Արցախին մոտիկ կամ մի քիչ Երևանը հեռու կարակ տարբերությունը եթե հասան Գորիս նույնն է ոնց որ Գորիս հիմա Արցախից հեռու նույնն էլ Երևանը Գորիսից հեռու ուր ստեղից ուր պետք է փախնես Երևան բոլոր կողմերն է սահմանին մոտ է միջև ուր փախնեք ուր գնանք այնտեղ Երևանի կողմերից ավելի վտանգավոր տեղեր կան որ ավելի զգուշ պետք է լինեն Փառք Աստծո ինձ թվում է Սյունիք թասիբով մարդիկ են չեն թողի որ իրանց Սյունիքը թուրքը ոտ դնի ինձ Աստված տենց լինի Ես այդ գյուղում որ 21 տարի ապրել եք կոթունը ունեցել եք ուզում եմ իմանամ եթե ոնց որ ինչ որ տան արվեստի տան եղել է թեատրոն ու սինեմա ինչ որ մի բան Չէ, տունը սովորական տուն է եղել Չէ, տունը հա, բայց Գյուղում հայկական եկեղեցի մեզ հայկական այո, իհարկե, մեզ հայկական եկեղեցի գյուղում Մենակ մեր գյուղում չէ, բոլոր գյուղերում էլ հայկական եկեղեցիներ Էդի փաստ է Ինչ եւ ինչ ուրիշ բաներ որ ամբողջ մարդիկ Ասեմ, մեր ջուրը, մեր հանքային ջուրը, մեր գազով ջուրը, մեր բնությունը, մեր գյուղի օդը, մեր կորունգանին հայերեն ոնց են ասում, դաշտերը մեր, որ Գորիսի բոլոր տեղերից մեր դաշտերում մեղվապահները, անասնապահները, բոլորը մեր գյուղ են եկել, այսենց փառք հրաշալի տեղ է եղել, էլ ինչ ասեմ, ագացիայի ծառերով լի, հարստություն է եղել, ուղղակի գիտես կորցնում ես նոր ես, չէ, գիտակցում ինչ ես կորցրել, հարստություն է եղել,
Հարստություն, մարդիկ հարստություն մենակ փողը մեկ էլ կապիտալը չի որ հարստությունը այդ է մեր բնությունը, մեր հողը, մեր ջուրը, մեր ամեն ինչը։ Եվ around ոնց ենք ասում տարածքը ամեն ինչ սարեր են։ Սարեր, մեր գյուղը 4 կողմը նայում էր բարձր, ոնց որ փոսի մեջ լիներ։ 4 կողմը նայում էր բարձր լեռներին շատ։ Հա, շատ սար ու ձոր։ Նաման զմռանը շատ հետաքրքիր էր լինում։ Ինչ հիշում ես այնտեղ։ Այ շատ լավ է։ Հիշում եմ, որ մեր գյուղը որտեղ որ գտնվում էր, տրանսպորտի խնդիր ունեինք, պետք է իջնենք որ գնայինք խոսքի Լաչին, Քաշաթաղ։ Ինչ որ գործի առնում մեր կենտրոնը այնտեղ էր։ Սարցակալում էր ամբողջ ճանապարհը ու մենք մի հատ ուղազով ամբողջ գյուղի ժողովուրդը աստված անելով իջնում էինք, աստված անելով բարձրանում էինք, այդ շատ ահավոր սարցե ճանապարհ էր, որ կարող մի հատ ավտոբուսից թեքվել, ընկներ ձոր էր քեզ չգտնեին, բայց մենք չենք դժգոհել, ապրել ենք 21 տարի, մարդ այդ հղի կանայք մեր այդ ճանապարհներով գնացել են կոնսուլտացիա եկել։ Մեր ժողովուրդը այդ ճանապարհով իջել են ոտքով խանութից, ալյուր են առել, ոտքով բարձրացրել։ Ինչքան ժամանակ է եղել։ Վայ, 7 կիլոմետր։ Իջնես, ալյուր առնես 7 կիլոմետր, այսինչ պատյոն բարձրանաս, որ երեխեդ ուտի։ Մարդիկ ապրել են, չէ։ Եւ հիվանդանոց եղել են։ Չի եղել։ Հիվանդանոց Ստեփանակերտ։ Չէ, որ մեկը վատ ա եղել, մեր գյուղի ու վազ ա եղել։ Եկելա տարելա Քաշաթաղ Բերձոր։ Okay։ Աստված ոչ այն թե ծանր դեպք ա եղել, հա Ստեփանակերտ կամ Գորիս։ Դու Հա, ես տունը շատ լավ, շատ ավելի լավ, քան հիմիկվա լավ պայմաններով ապրող հղի կանայք։ Վաու։ Ու շատ առողջ երեխեք ենք ունեցել։ Փառքասեր Աստված մեր հետ ա եղել, մեր կողմից ա եղել։ Մարդ իր ապրած կյանքից պետք է չդժգոհի։ Պետքա չդժգոհես, մեր անհավատ, ոնց ասում եմ, Աստծուն ուրացանք։ Դրա համար այսօր ընկանք, պետք է Աստծուն չուրանաս։ Այդպեսի բաներ։ Այդ գյուղի նկարներից այնք կա, ոչ։ Հա, ունենք, խիչ ունենք նկարներից, հեռախոսներ։ Եվ կարող եք ասես քո տատիկա եւ պապիկա անունները։ Այո, իմ պապիկս, մայրական պապիկս Ավետյան Զարմիկ, տատիկս էլ Ավետյան եղել, Նորա, երկուսն էլ Ավետյան են եղել, հայրական պապիկս Հայրապետյան Անդրանիկ, Հայրապետյան Անգին, իրանք պապիկիս կողմը Չայլու գյուղից ա եղել, մայրիկիս կողմը Շահմյանի շրջանի Վերինշեն գյուղից։ Հայրական տատիկ պապիկը շուտ են մահացել, չեմ տեսել ես իրանց։ Շատ շուտ են մահացել իրանք։ Իսկ մայրական տատիկ պապիկիս մոտ եմ մեծացել ես։ Ամեն ինչ հիշում եմ ես։ Այն պապիկս ոնց էր խաղողի այգիներ մշակում։ Մի հատ էշուներ, էշի արաբայիկ ասում, դրանով գնում էր փայտեր բերում, խաղողներ խաղում բերում, չգիտեմ։ Գյուղացիք, հա, գյուղացիք Շահմյանը շատ հարուստ գյուղ ա եղել։ Ամեն ինչ ունեցել ա։ Աշխարհ երեսին ինչ միրգ եղել ա, ինչ բույս աճել ա, Շահմյանում եղել ա։ Շատ լավ, հիշում եմ, որ 90-ականներին արդեն այդ շարժը, այդ կռիվը սկսած երեխա եմ եղել, շատ բաներ այդքան լավ չեմ հիշում, բայց պահեր կա, որ մտքիցը դուրս չի գալիս, որ ասում են, այսինչը մահացել, այսինչը կորել, այսինչը շրջապատել։ Ամենակ, հա, հիշում եմ, որ հիմա մենք չենք տեսել, ճիշտ է, Աստվածտա չլինի Գորիսում, միգուցե հա Ղարաբաղում, ասում են, բեսպիլոտնիկ են տեսել, էս ա եղել, այն ա եղել, չէ։ Մեր ժամանակ կար սամալյոտներ, կոբրա, տենց էին, կոբրա սամալյոտներ, ոնց էինք, մենք սենց նայում, ասում ենք, բայ, թուրքերը կոբրա սամալյոտը բոմբեր ա գցում, երեխեք, տեսեք, ու կանգնում էինք նայում, թե որտեղ ա գցում։ Տեսել ենք ոնց ա սնարյադը, այն ժամ Ալազանի սնարյադ էին ասում 90-ականներին, ոնց ա գալիս ընկնում, մի քանի տուն վերև, ինչ որ հարևանի տան վրա հələ ասում ենք, բա, այս մեկը չտրակեց, ընկավ, բայց մնաց։
Տես լիքը բաներ։ Մենք մեր պատվալում տատիկից առաջի հարկում, մեր տան վերևը, որ դմդմբոնց էր ելնում, հետո հելնում ենք այդ ասկուլկեքը տեսնում ենք, որ ինչ են ջարդել, ինչ սնարյադ է, ինչպիսի զենք է։ Մի քիչ ուրիշ ձև։ Ոնց է ասում մին։ Լիքը, սաղի հողամասում կար այն ժամանակ տենց բաներ, ընկած չպայթած։ Մենք գիտես Շահմյանում պատերազմը ոնց որ դու սովորական քայլ էիր, ուզեիր գնայր բարեկամի տուն, ավտոմատի պատրոնը գարններ դեմդ կամ կողքդ մի բան տրաքեր, ասկոլկեն կպներ քեզ, որովհետև այդ ժամանակ մորքուրս էլ էր նույն փողոցում էին ապրում, մորքուրիս տեքոր տունն էինք հավաքված, երեխեք էինք, էլի տենց լոտո էինք խաղում, որ իրանց հայաթում սնարյադ տրաքեց, իրանց մեծ տղան մահացավ այդտեղ, մենք տեսանք էլի ոնց վիրավորվեց, ոնց մահացավ, շատ ահավոր բան էր, մարդիկ չէին կարում իրանց զոհված, իրանց մահացած ընտանիքի անդամներն հուղարկավոր էին, տանում էին թողում գերեզմանում շուտ հետ գալիս, շատ պարզ պատերազմ է եղել, հիմա ճիշտ է օթային այս մի պատերազմը, այս 20 թվի պատերազմը օթային է եղել, մի անգամից չեն հասցրել մարդիկ փախնեն փրկեն, բայց մեր ժամանակ էլ ոնց որ մարդիկ մարդկանց հետ իրար հետ է եղել, դրա համար ամեն ինչը ակնհայտ է եղել։ Պատերազմից լավ բան, ինչ հիշես պատերազմից, ոչ մի լավ բան։ Միշտ ասել ենք մեր երեխեքը չտենան, ինչ որ մենք ենք ծեր, բայց արյուտես մեր երեխեքը ավելի սարսափելի բաներ տեսան, ավելի շատ կորուստներ ունեցանք, ուղղակի ափսոսում եմ, որ մեր այսքան ջահել, ամեն մեկը մի տան մոմ, մի տան ծաղիկ, այդ լավ փառքով երեխեքը զոհվեցին ու կորան գնացին, հանուն ինչի, հանուն ոչինչի։ Մենք այդ սերտիֆիկատը որ տուն ենք արել, բացարձակ ուրիշ ոչ մի բան։ Նույնիսկ մեր անասունները, որ իմ անասունները գողացել էին տարել դեպի կործանում։ Դրա համար մարդիկ այսօր որ մի փոքր հնարավորության դեպքում ձգտում են երկրից դուրս գալ։ Ու երկիր չի մնալու։ Այղոլ կացելի բա։ Եվ գիտեմ, ես չեմ կարող պատկերացնեմ կոթունը այդպես։ Ես հասկանում եմ, դուք ամեն ինչը քո ձեռով սարքել, դրել, երեխեքդ հայաթումդ, որ նստել ես մի հատ սուրճ ես վայելել են, գարնան են ցիտիկների, ամեն ինչը։ Դες ձեր սիրտը ես նկատում եմ ցավում է։ Ես նենց կուզեի, որ մեր յուրաքանչյուր հայի սիրտը այդպես ցավ էր։ Բայց մարդկա սպասում է տեսնա այդ պետությունից ինչ ա գալու։ Չի կարելի։ Եվ Միգուցե Աստված է ասում հերիքա, ուշքի եկեք։ դուք հիշում եք ինչ ամենավերջի բանը որ արել եք Այդ տանը, այդտեղ հա ոնց չեմ հիշում։ Ուրեմն եղբայրս որ պետք է ամուսնանար, շատ էինք զբաղված, վերանորոգել, արդեն մամայիս հետ առանձին։ Դե իրանք ներքևի գյուղում էին ապրում, ես իմ ընտանիքիս հետ վերևի գյուղում։ Ամեն անգամ ինքը իր ավտոյով եկել, ստեյց մատերիալա տարել մի կերպ, տունը սարքել, վերանորոգել, կուխնի, ասլա հարս եմ բերելու Հայաստանից։ Դուք պատկերացեք ինչ մակարդակով է սարքել։ Իմ մամաս իր կուխնյայում մի հատ ճաշ չեփեց։ Ու ես իր հետ այդ հարսանիքի պատրաստություններով։ Հարսանիքի ենք եղել, որ պատերազմը սկսել է։ Մենք մեր հարսին մեր հետ չենք բերել, աղբերս թողել է իր հայրիկի մայրիկի տունը հարսի։ Եկել գնաց մամաս միշտ ամեն օր աղոթել է, գոնե խայտար անոթ է, այս աղջկա բախտը քարտ չընկնի։ Երեխե, ես չգիտեմ ոնց ասեմ, որ չես կարա պատկերացնես։ Ու Փառք Աստծո, մերնեմ Աստծո զորությանը, այն ինչ կորցրել եմ իմ աչքից չեմ, թող գնա ջանդամը, թող ես չունենամ էլ դրանից։ Կարող է եկել են իմ ընտանիքիս անդամները հասնել, բայց ընտանիքներ կան, որ մարդկային կորուստներ են ունեցել, ինչ բողոք ենք մենք։ Գնամ, ասեմ, ինչ հստվեք։ Կարավաթս թե ինչ եմ անում, բա այն իր երեխեն ումից գնա ուզի։
Ես տենց եմ մտածել, դրա համար ձերքս չեմ եկել ոչ միտեղ։ Դրա համար ասում եմ, ով ինչ տվել է շատ ապրի։ Աստված իրանց լավ աչքով նայի։ Այդքան բան։ Ինչ էլ որ ունեցել եմ կողքից ապրել եմ շենքում, աղքատ ընտանիքներ են։ Այն ինչ եղածից էլ հա իրանց էլ տվել են բաժանել, ասեն թող իրանք էլ ուտեն։ Է Աստված տեսել է որ լավ, բայց որ արդեն ամուսինս էլ մնացել էր այդտեղ նորից չգիտեմ ստրեսային վիճակ։ Դուք հեռախոսով Հեռախոսով շփվել ենք միջև այդ կռվի օրը չէ։ Քանի օր Ստեփան մի շաբաթ կապ չի եղել բացարձակ։ Չենք ուղղանալ այդ։ Քո մամա pasal Հիմա պապաս մահացած այն, հա, մամաս Երևանը։ Հա։ Դե արդեն որ տեղափոխվեցին աշխատանքի առումով, ախր պետք է մարդիկ աշխատեն, ապրեն, գոյատևեն։ Ընդերից կարողացան տուն գնեն, ընդեղ աշխատում են, դեր են ապրում։ Մարդը, ասում ամենա, այս աշխարհերին ամենաուժեղ էակը տա մարդն է, որ ամեն ինչի կարող է ամեն։ Դե ես կոպիտ չեմ ասում կենթանի, էակ եմ ասում, որ յուրաքանչյուր բանի միջով անցնում է էլի ինքը ամուր կանգնում է հողի վրա, ինձ թվում է էլի կարա ամուր կանգնի ու առաջ գնա, ճիշտ չեմ։ Ես մեր հայ կանայք, մեր հայ աղջիկները, եթե ադրբեջանցին ամենաուժեղ տղամարդից ուժեղ չեն, խիզախ չեն, ես ազնիվ բան եմ, ազնվությամբ ասում եմ, եթե պետք լինի, հարց լինի, հարցը բարհասնի դրան, մեր կանայք էլ կպայքարեն։ Ես վստահ եմ։ Ուղղակի մի քիչ, հասան քաղաքականություն, մի քիչ մեր իշխանությունը արմատախիլ պետք է անենք, ճիշտ մարդ, նորմալ մարդ ղեկավարի մեր երկիրը։ Մենք էլ ենք շատ շնորհակալ, որ դուք մեզ հիշում եք, ասում մեզ մարդի տեղ եք դնում, միգուցե ես նենց կուզեմ, որ տարիներ հետո չենք կարա իմանանք ինչ կարա լինի, ով որտեղ կլինի, գոնե լսեն, իմանան, մարդիկ ինչերի մեջով են անցել։ Ինչ որ մի հատ բան ուզում եք պատմել, ինչ որ ես չեմ հարցել, որ ուզում եք ասենք, որ հիշենք, որ Ես հասկացա ինչ եք ուզում ասեք։ Ես ուզում եմ, եթե այս նկարահանումը մենք կարող է չլինենք, մեր հետնորդները լինեն նայեն, ուզում եմ ասեմ, որ թող մեր ժողովուրդը հայրենասեր լինի, իրանց հողի, հանուն հողի պայքար են միջև Այս ապիս գնաց։ Նայեք հիմա մեր ժողովուրդը մի քիչ չգիտեմ, սխալ ուղղությամբ է գնում, դա Աստված եմ ասում, ճիշտ ուղղությամբ իրանք կանգնեն, մեր երկիրը չթողեն կործանվի, բան չի մնացել մեր երկրից, միգուցե կգա դարեր, տարիներ, չգիտեմ, մենք չենք լինի, գոնե մեզանից հետո ով լինի, եմ ասում, մեր արյունը, մեր հողը, մեր ազգը բարձր պահի, այն ինչ կորցրել ենք նորից վերականգնեն, էդ եմ ուզում։ Շատ ահավոր է, դպրոցներում հանել են հայոց պատմությունը, հիմա Հայաստանի պատմությունն է, միգուցե մեզ էլ հանեն, մեր պատմությունն էլ մարդիկ չիմանան։ Իմ թորներս, իմ ծորներս կարող ասեն ինչ իմանամ, իմ տատիկս ինչի մեջով անցել, ով ա եղել, սուտ բաներ են ասում։ Շատ սխալ է, պետք է մենք մեր ամեն ինչը, մեր խաչքարերը, մեր հիմա լրիվ փչացնում են, պետք է նկարեն ամեն մի մանրուք, ամեն մի քար, ամեն մի եկեղեցի, պինդ պահեն ու ամեն տեղ բարձրաձայնեն։ Յուրաքանչյուր ամբիոմից, տա կլինի Ֆրանսիան, տա կլինի Ամերիկան, տա կլինի Հնդկաստանը, մեր հայերը որտեղ որ լինեն, թող պայքարեն, թող բարձրաձայնեն մեր աշխարհի, մեր Հայաստանի մասին, մեր Արցախի մասին, երբեք չմոռանան։ Ոնց որ հիմա մեր մեծագույն պարոն Փաշինյանը ասում է, որտեղ Արցախ բառը հնչեց, աշխատանքից հեռացնելու են, որ կառույցներում Արցախի վերաբերյալ ինչ որ միջոցառում արվեց,
աշխատանքից հեռացնելու են, բա ինչ է հիշենք։ Ոնց մեր հողերը սկուտերի վրա մատուցեցին ադրբեջանցիներին, իրանք չեն հաղթել, իրանք չեն մեզանց ուժեղ չեն, պարզապես մեր իշխանությունները դավաճաններ են։ Այն ժամանակ Վազգենի օրոք, Նժդեհի օրոք, ես չգիտեմ, շատ լիքը հերոսների օրոք ինչ sense բան չի եղել։ Ոնց են մարդիկ առանց զենք իրանց քաջության, իրանց մտածելակերպով առաջ գնացել։ Ես ոնց հասկանում եմ հիմա փողը մեկ էլ ունեցվածքի դարա։ Մարդիկ ձգտում են ունեցվածք, փող, ագահություն։ Հայրենիք, հայրենասիրություն, հարազատ, քուր, աղբեր, մեկը մեկին ուրանում է։ Շատ կուզեի, որ մեր սերունդները մի այլ կերպ նայեին այս ամեն ինչին։ Երբեք չմոռանան։ Հաղորդումներ ենք նայում, որ արևմտյա Հայաստան են գնում, ինչ որ տուրիստներ, փորձում են բարեկամ ճարել, փորձում են ազգակից, թող մեր հայերն էլ այդպիսի լինեն։ Թող չթողեն, որ մեր հայերին ոտնահարեն։ Արդեն եմ ասում ամաչում ես, գլուխդ կախում ես։ Ես դեպի ասեք այդ ինձ որ like a sentence, հա, որ դու որտեղից եք, որտեղ զգում ես ամենի Հայաստանից, Արցախ, Հայաստան, մի ազգ ենք, նույն լեզվով ենք խոսում, նույն արյուն ունենք, հայ, մենք հայ ենք, վերջ։ Ուրիշ բան մենք չենք էլ կարա լինենք։ Ոնց կարաս, այսքան տեսնելուց դու նորից ասես հանուն այս ինչ բանի, հանուն այս մի քիչ լավ ապրելու, հա, փոխենք թուրք դառնանք, թե ստրուկ դառնանք, դա երբեք չի լինել, ինձ թվում է, չէ, չի լինի, այդքան չենք կոտրվի։ Յուրաքանչյուր ընտանիք իր երեխեքին, իր ընտանիքի, իր ընտանիքում ծնված զավակին պետքա պատմի մեր պատմությունը, որ գիտեք, ոչ թե 20 թիվը, 23 թիվը, այլ մեր դարեր շարունակ, Անդրանիկ ա եղել, Գարեգին Նժդե, պետքա պատմի, որ չմոռանան։ Հիմա 5-րդ դասային երեխաներ գնում են դպրոց, գալիս են ինչ են, Նիկոլի ազգային ժողովի պատմությունները պետքա սովորեն։ Այնտեղ ոչ մի բան, լավ բան չեն խոսում, որ մեր երեխեք սովորեն։ Ոչ մի լավ բան, մեր հայոց պատմությունը ուր է։ Ոչ մեկ չեն իմանալու։ Ու այդտենց մոռացվելու է գնա, ու դա Թուրքի ծրագիրն է, ոչ թե մեր հայեր, դա Թուրքի մշակած ծրագիրն է, որ տեսակ 23 թվի մեր Արցախի բարեկամներին, ինչ ոնց հաղթեցին, սովամահ արեցին, ճնշեցին, բլոկադայի մեջ դրեցին, սովամահ արեցին, ճիշտ է, յուրաքանչյուր մարդ, որ իր երեխան տեսնում է սով է քաշում, որ մեկ է մի փոքր հնարավորություն բացվի, ինչ անելու փրկելու է իր երեխային, չէ՞, այն հողը, ջուրը, աշկին չի երևալու։ Այն ժամանակ թուրքը ասել է հայի յեդին խելքը իմս պետք էր։ Հայի այն վերջին խելքը պետքա իմս լիներ։ Տեսեք ինչ որ ենք ընկել մենք։ Ես չգիտեմ։ Ես ինչքան մարդ տեսել եմ, որ գնում է պատերազմ, առաջադնում, լավ սրտով, լավ մտքով, լավ սովորական, մեր սովորական տղաները, հասարակ տղաները գնացել են, որ պետքա հաղթեն, բայց ես չգիտեմ, թե կառավարությունն ա եղել, թե չգիտեմ, որտեղից ա եկել, թող այնտեղից փնտրեն, որ կոտրել են, հիմա ասված ոչ անի, եթե կողքից ինչ ես լսում, որ ասում են, որ կռիվը լինի, ոչ էլ կքինայմ, ինչից պետք կնա, հուվ էր այսքան փող, ով որ այսքան ստացել է, ով որ էշիշ լավ գործ է, ով որ էշիշ պաշտոն, թող նա էլ գնա, խի են տենց մտածում, խի պատերազմներում հիմիկվա, ոչ մի պաշտոնյայի, ոչ մի հարուստի, բանակում թեկուս ծառելու, երեխեք չկա, ուզում եմ հասկանամ, այսինքն հասարակ մարդիկ, այդ հողը ջուրը հասարակ մարդկանց համարա մտածում են, գնան պայքարեն, բայց այդ հողը ջուրում, որ իրանք հարստանում են, ավելի շատ օգուտ ունեն, իրանց համար չի։ Մեր ամեն ինչը այդտեղից է գալիս, որ այսինչի երեխուն բանակից ազատում են, այն ինչը հիմա օրենք են հանում, այսքան միլիոն պետքա տաս, չգնա բանակ ծառայի։ Դու քո բիզնեսը ունես, փողդ աշխատելուց, բայց այն աղքատ երեխեն գնա, այդ հողը ջուրը պայի, որ դու հարստանաս։ Շատ սխալ ծրագրեր կան, Հայաստանի վերաբերյալ դեպի կործանող։
լավ բանի չտանող, դեպի կործանող ծրագրեր են իրականանում։ Ու չգիտեմ, մի խելոք մարդ, չգիտեմ, մի փրկիչ, մի գաղափարող մարդ երբևիցե դուրս կգա, որ ասի, այսին չեք անում։ Ուղղակի մեր կառավարությունը պետք է հասկանա, ժողովուրդը ոնց որ իրան ընտրել է, արդեն գիտի ժողովուրդ, նույն ձևով էլ կարող է հավաքի մի օր գլուխը ջարդի շպրտի ասի գնա։ Պետք է ստոպ տան հերիքա։ Ինչ ունեն գոնե պահենք։ Ես էլ եմ ուզում, որ իմ երեխես հայրենասերինի գնա ծառայի, բայց հիմիկվա բանակը նայում ես, հիմիկվա զրույցները, որ լսում ես, ինչա կատարում, ասում ես, վայ Աստված ջան, իմ երեխես գնալու է այդտեղ ծառայի։ Ոչ մի բան չունեն, ոչ մի հարմարանք չունեն։ Զինվորականը գնում է գործի ֆորմեն լավ չեն կարել, պետքա տանի սարքի։ Այս ինչը ոտերը մրսացնում է, այն ինչը չկա։ Այն ինչ բանը պետքա առնի հետը տանի։ Ձունը գալիս է ճանապարհը մաքրող չկա, որ կարելի է հաց տանել, որ այդ մարդը ընդեղ ուտի, ոչ թե 14 օր սոված ծարավ մնա, ես սխալ եմ ասում։ Բա մենք ոնց հայրենիք դառնանք, մենք ոնց ուժեղանանք, լավ դե ասեք տեսնանք։ Դրա համար ասում եմ, նամանավանդ ուրիշ երկրների ժողովրդին, այ բարերարներ ջան, որ մի բան այնտեղից բերում եք Հայաստան, մի բերեք տվեք այդ գայլերին, դուք ձեր ձեռով բերեք, առնում եք զինվորին այսինչ բանը առեք, բերեք բաժանեք։ Աղքատին էսի շտունը պետք է սարքեք, դուք սարքեք, դուք ձեր ձեռքով տվեք։ Ուզեի, որ իմ խոսքերքս իրոք տեղ հասնի։ Ես քեզ լսում եմ, ես մնացել են ինչի համար, որ մի հատ սնեգավիկ ինձ են ասում է հայերեն։ Տրանսպորտ, այն որ մաքրում է ճամփեն։ Որ հələ այն երեխան էլ գամանա բուքի տակ մահանա։ Այնքան վատ մարդ պետք է գա իր ծնողներին հասնի։ Այնքան ծանր է ստանում, լուրերը լսում ես։ Խիչ ունենք։ Սպասում եմ մի բան լինի, որ նոր տեսնան ինչ են որոշում։ Ինչ որ երկու օկու գործից անեն վերջ, ուրիշի բերեն դնեն տեղը։ Մեր Հայաստանի իշխանությունը, քաղաքականությունը մախինացիա է։ Եթե մի քայլ անում են, մի բան անում են, ուրեմն դրա տակ ինչ որ մի ուրիշ ծրագիր ունեն ավելի վատ։ Շահում են։ Մարդկանց բերել են հասցրել լցել ամբողջ տարածքները, ասել են ձեր անձնագիրը փոխեք։ Փոխել եք։ Ոչ նպաստ ենք ստանում, ոչ մի բան, չի հասնում ձեզ։ Դառել ենք Հայաստանի քաղաքացի, էլի դժգոհ չենք, մեր Հայաստանն է իր քաղաք, ախր, բա չենք դառնալու Ադրբեջանի քաղաք։ Բայց չէ որ այդ մարդիկ պետք է ապրեն, գոյատևեն, կայանան, գոնե մի քիչ փառք ասու, ես այսօր կարողացել եմ, հա, տունս թե ինչ գնով եմ առել, թե ոնց եմ առել եմ, չէ, բայց կան մարդիկ, որ հələ էդ էլ չեն առել, ինչու ոնց վարձով ապրեն։ Այս ժողովուրդը կործանված ոչ մեկ ժողովրդի տեղը չգիտի։ Շատ մեղք է։ Ու ոչ մեկի ձայնը տեղ չի հասնում, չի անցնում։ Ուզում ես գնա քեզ հրապարակում վառի, ուզում ես ցույց արա, ուզում ես քեզ սովամահարա, ընդհակառակը կգան կտանը մի հատ լավ կծեծեն, մի հատ ճամփու կդնեն։ Բայց Նիկոլը ընտրվելուց տեսար ինչ եղավ։ Մարդը անցավ։ Խոսքը մարդկանց խոստումներ եք, որ պաշտոնյան, եթե ղեկավարը խաբեբա եղավ։ Սովորական մարդից ինչ ես ուզում սպասել։ Ղեկավարը պետք է իր խոստումների տերը լինի, իր ասածի տերը լինի, որ այն հետևի եկող մարդիկ էլ հույսով, հավատով, սրտանց, իր ասած դուխով ապրեն, բայց չկա, ոչ մի խոստում չկա, ոչ մի բան չկա, չի անցնում, չգիտեմ, միգուցե և Արցախում զգացել եք այդ ուրիշեր, այդ պետությունները։ Չէ, նույն բանն են եղել, նույն, ասենք մենք ապրել ենք Բերձորում, Քաշաթաղում, ասեմ ինչպիսի իր, այն ժամանակ էլ է եղել, ով շուստիր է եղել, ով ամեն ինչ տեղ իմացա ձեռքը դրել, թալանը այն ժամանակ էլ է եղել, շատ ավելի վատ։ Ես որ եկել եմ ստեղ ասում եմ, դե դուք Ղարաբաղում ինչի կարիք եք ունեցել, ձեզ ամեն ինչ տվել են, ոչ, այդպես չի եղել։ Մենք մեր տանը յուրաքանչյուր ինչ որ սարքել ենք, ինչ որ դել ենք, տալերի մեր ուժերն է եղել։ Ես ոչ վախենալու բան ունեմ, ոչ ստում եմ։ Ես այստեղից ապառիկով ամեն ինչ տարել եմ, իմ տունը սարքել եմ։ Ով է մեզ ընդեղ բան տվել, ոչ մի բան էլ չեն տվել։ Սա ժողովուրդն է, ոնց կարող է Ստեփանակերտ քաղաքի ժողովուրդը մի քանի ընտանիք, իրանք են լավ ապրել, դրսից եկած եք երել, բայց գյուղի ժողովուրդը
իրանց քրտնիքով, իրանց աշխատանքով ապրել են։ Պետությունից ոչ մի բան էլ չեն տեսել։ Ոչ մի բան։ Այսինքն գնաց 21 տարի ապրես, ստեղծես, վերաբնակեցվես, բայց այսօր եկել ենք Հայաստան, ազնագիր ես փոխում, ասում եմ դու Ղարաբաղի շփան չես հանդիսանում, կարգավիճակ չենք տալիս քեզ։ Ես ծնողներս բնիկ Ղարաբաղից, իմ ծննդականը գրած, որ ես ընդեղի մարդ եմ, ընդեղ եմ ծնվել մեծացել։ Այսօր ինձ ասում է դու հանդիսանում ես Հայաստանի Հանրապետության քաղաքացի, քեզ կարգավիճակ չեմ տալիս։ 5 երեխես ընդեղ ծնվել են Բերձորում, 070 կոդով, պասպորտով, թղթերով։ Այսօր իրանք Հայաստանի, բա ով է այդ Ղարաբաղի կարգավիճակ ստացողները ովքեր են, ուզում եմ իմանամ, հասկանամ մի հատ։ Այս այն հարցն է, որ այսօր ամենաշատն է քննարկվում։ Մարդկանց մեծամասնությունը դա շատ է տանջում մարդկանց։ Հա, որովհետև մարդիկ, գիտես, եղածը մի բան չի, նպաստ է, բայց մարդիկ դրանով ապրում են, աշխատանք չունեն, չէ, դրա կարիքը ունեն։ Սարքել են Հայաստանի Հանրապետության քաղաքացի ու ասում են քեզ նպաստ չի հասնում։ Դա շատ եմ լսում։ Հիմա միշտ այդ խնդիր ավելի Մենք ընտանիք հանդերձ մեր անձնագրերը փոխել ենք մեր երեխեքի, ասել են գնա լրացրու, որ նպաստ ստանաս, ասում են քեզ չի հասնում նպաստ, դու նպաստառու չես։ Ինչ անենք, ինչ կարող։ Ինչ են ասում, որ Առնվազն տունը պետքա միջև 2 տարեկան փոքր երեխա լինի, որ ես չգիտեմ այդ ինչ նպաստ է կոչում, չեմ էլ խորացել։ Արդեն չի հասնում, վերջ։ Այդ առողջությունը, այդ էներգիան չունես, որ պայքար ես պետության հետ, դու ես հոգնում, մարդ ես, հերիքա։ Դրա համար մեր երկիրը, մեր Հայաստանը կամաց լքելու են, բոլորը գնալու են արտ երկրներ, մարդ չի մնալու ստեղ, բայց տենց չի կարելի, չէ։ Եկել են մարդիկ, ոգևոր եք, ապահով եք, ասեք սենց ենք անելու, մնացեք, այնպիսի բաներ են անում, որ մարդիկ թողեն, իրոք թողեն գնան, չգիտեմ, միգուցե նորից տանեն Ստեփանակերտ, մարդիկ հույսով Ղարաբաղցիներ դեռ հույսով ապրում են, որ կարող է հետ վերադառնան իրանց հայրենիքը, դե չգիտեմ, Աստծուց առաջ չընկնենք։ Դուք Ստեփանակերտ գնացել եք։ Շատ, ոչ չեմ գնացել, երեխեքս այնտեղ ուսանող են, մեր մեծամասնության աշխատանքի առումով, փաստաթղթերի ինչ որ հարցեր առումով, հա, Ստեփանակերտ, հա, շատ։ Ինչքան ժամանակ ավտոյով գնաք։ Երևի մի 2-3 ժամ, հա, նայած ինչ տրանսպորտով ես գնում։ Գնացենք, տարածքները լավ, չէ, գնացել ենք, շատ տեղեր են գնացել Ղարաբաղ։ Եվ Նախիջևան եք։ Չէ, Նախիջևան փոքր եմ եղել այն ժամանակ միջև պատերազմը։ Ես հիշում եմ, որ տատիկիս հետ սանատորիա տենց էին ասում։ Մեծերին տանում էին սանատորիա, տատիկս մի երկու անգամ ինձ հետը տարել է։ Ինչ ցեխի բանաներ էին ասում, Նախիջևանում է, չէ, եղել է։ Նավթալյան։ Այդ այստեղ էլ գնացել եմ։ Նույնիսկ Շահմյանում ես միջև պատերազմը թուրքերը որ գալիս էին թուրքի կնանիկ բան էին ծախում, շալ էին ծախում, ես չգիտեմ ինչեր էին ծախում, մի քիչ աղոտ եմ հիշում, բայց հիշում եմ։ Շատ էին սիրում մեր հայերին։ Այն ժամանակ էլ երևի ինձ թվում է իրանք էլ են մարդիկ, իրանց ղեկավարությունն էլ է։ Ինչ անում են, ով կուզի իր երեխեն գնա զոհվի, ոչ մեկ։ Նորից եմ ասում, էսի հարստության ունեցվածքի պայքարա։ Ղեկավարները այս խեղճ ու գրավ ժողովրդին կամաց կոտորում են։ Նրանց ծնողներն էլ ով կուզի, որ իր երեխեքին է, ասի հել է գնացեք մեր հողերի հենը չեն ուզում, ոչ մեկ չի ուզում։ Բա տարածքը գրավել եք, ասում եք մերն է, դե գնացեք ապրեք մեջը։ Խի չեն գալիս, չեն էլ գալու, այդ տենց մնալու է։ Դա դառնալու է սքո տարածք։ Մի հատ տենց վատ, չեմ էլ ուզում վատ արտահայտ, արյուն է, այդտեղ լրիվ արյուն է, այդտեղ ոչ մեկ երջանիկ չկար արդեն ապրի։ Չգիտեմ, այդ Շուշիի ճանապարհը նամանավանդ, որ մեր մեծամասնության զոհերը, դուք չգիտեք, տեսնելու բան էլ չի եղել, որ մեր դիակները ոնց են գետնին, իրի պես ընկած,
իրի պես։ Ամեն մի ասում այս վերջի մի հատ չեմ հիշում ով եղել է մարդը որ մեխատներ ադնելով գնաց է Ղարաբաղ։ Ոնց կարաս այդքան այդ տարածքում ով կարա երջանիկ ապրի։ Ոչ մեկ։ Ինչքան տարեկան քո մեծ տղես 2000 թիվա։ 24 տարեկան սալրան։ Հիմա որտեղ է։ Հիմա աշխատանքի պահով էս պահին Երևանա ճանապարհին է գալիս, բայց Գորիսում է լինում, ստեղ ապրում։ Ստեղ աշխատում է։ Այն աղջիկս է, փոքրերը թորնիկներս են, այն իմ տղես է, այն սիմպատիչն տղեն տեքորս տղեն է, ամուսնուս եղբոր տղեն է, մի աղջիկս պարապունքի անգլերեն է պարապում, հեսա կգա, նկարեք, իմ գանձերս են, իմ հարուստություններս են, Ուզում ես այդ նկարները որ ունես Արցախի Հասմիկ հեռախոսս բեր արևս Հեռախոս Հա? Вообще Չէ, տենց հետաքրքիր բաներ այդտենց կամերայով Ուզում մի քանի այն զինվոր որ ճամփել ենք ընդունել են եկեղեցի տենց բաներ հեռախոսում Մեր այդ փոքր գյուղից զինվորներ ենք ճամփել բանակ հանուն մեր Ղարաբաղից, Ղարաբաղը ծառայել են, երեխեք նույն այդ 20 թվից էլ ընդեղ են եղել։ Մեծ ուրախությունով ամեն ինչը։ Եվ մի հատ ոնց որ խանութ եղել է, չէ՞։ Խանութ, հա, մի երկու գյուղ ներքև ունեցել ենք խանութ, հա, օգտվել ենք այդ խանութներից, դե ոմանք եթե ավտոյին ունեցել եկել են Գորիսից մի քիչ մոտիկ է եղել մեր տարածքը, երկու ճամփա եղել, 27 կիլոմետր, դեպի Գորիս Խոզնավար, եթե լսել եք Բայանդուր, Խոզնավար, այդ ճամփով եկել են Ոմանք Գորիսից են առևտրալ, ոմանք տեղից են օգտվել, ոմանք տրանսպորտով Բերձոր են գնացել, հա, օգտվել են, Փառք Աստծո, ամենալավ բաներն էլ մենք ենք կերել ընդեղ։ Կարևորը յուղը, մեղրը կերել ենք։ Este վերջի 3 տարին է գործում, նոր էին կառուցել, յուղի տարածքները, բոլորը նորակառույց դպրոցներ են։ Սենց այս յուղն է, այսինքն սարերի մեջ էր։ Շատ լավ երեխեք են։ Ավակ քիչ ես պատմում մի քանի դրվագ մեր գյուղից։ Պատմել ես։ Սանա պատմել ողնելա։ Այս մեր ինձ դպրոցն է, սկզբից այստեղ էին։ Դուք չեք պատկերացնում մեր երեխեքը ու լույս չկար։ Խոնավ, ցուրտ։ Այս երեխեքի համար ենք ապրում։ Օրներս գոնե իրանք լավ երկրում ապրեն, լավ մարդիկ դառնան, լավ կյանք ունենան, լավ հողու ջրում ապրեն, ինչ ասեմ։ Ամուր, այո, Վարուժանի մայրիկն է, Մերուժանի, հա, դպրոցի բացման եկել են, ծնողն է իրա, հեսա մեր եկեղեցի նկարներ, պատի անկյունում մենք էինք հավաքել, Ռոբերտի նկարներ ու ներքևը Այս մեր եկեղեցին է, նայեք, ոնց ենք պատրաստել, տենց աշակերտներով ան, տենց հավաքել էինք։ Հա, այս մեր եկեղեցին է, երեխեքը եկեղեցու մոտ։ Հայկական եկեղեցի, ափսոս մեծ բաներ չկա։ Մտնեց։ Վау, շատ հին է երևում է։ Հա, ինք փոքր է եղել։ Տատիկը քեզ մեր Արածություն էինք, բխում էինք միջոցառումներ անում, մազոկա էինք անում, որ դպրոցը փոքր է։ Իրա տղային